Ողջույն բոլորին, դուք Ed Story ալիքում եք։ Երբևէ մտածել եք, թե ինչու են ճանճերը երբեմն այդքան համառորեն պտտվում ձեր շուրջը։ Գուցե նրանք պարզապես միջատներ չեն, այլ վրեժխնդիր հոգիներ։ Այսօր կամփոփենք Հիթային ճանճը ֆիլմը, որտեղ փոքրիկ ճանճը դառնում է միլիարդատեր մարդասպանի իսկական մղձավանջը։ Ինչպես կարող է միջատը հաղթել զենքին, փողին և իշխանությանը։ Մնացեք մեզ հետ և կտեսնեք ամեն ինչ ձեր սեփական աչքերով։ Բացման տեսարանում մենք ծանոթանում ենք Սուդիպ անունով հարուստ և ազդեցիկ արդյունաբերողի հետ, նա հրացկարանում մարզվում է, Սուդիպը ոչ մի կրակոց չի վրիպում, տպավորելով բոլորին։ Մարզման ժամանակ նրան է մոտենում իր գործընկերն ու ընկերը Ադիթյան։ Նրանք մի քանի րոպեից պետք է մասնակցեն կարևոր գործնական հանդիպման, սակայն Սուդիպը լիովին անտեղյակ է դրանից։ Ադիթյան խնդրում է նրան լինել ավելի պատասխանատու, հաշվի առնելով, որ իրենց հաճախորդին դժվար է գոհացնել, բայց Սուդիպն արամարում է նրան։ Փոխարենը, նա մոտենում է հրացկարանի մյուս կողմում գտնվող մի երիտասարդ կնոջ և գայթակղիչ ձևով սովորեցնում է նրան կրակել։ Մեկ այլ վայրում մի երիտասարդ մանրանկարչուհի, Բինդուն, պատրաստում է մի փոքրիկ սիրտ, բայց գոհ չէ իր աշխատանքից, երբ լույսերն անջատվում են, նա իր գործիքները տեղափոխում է պատուհանի մոտ և փորձում է օգտագործել լուսնի լույսը։ Մանրաքանդակն ավարտելու համար, Նանին Բինդուի հարևանն է, ով վերջին 2 տարվա ընթացքում սիրահարված է նրան, Բինդուն գրեթե երբեք չի նկատում նրան, բայց տղան համառ է և հույս ունի, որ մի օր կստիպի նրան սիրահարվել իրեն, նա տեսնում է, որ աղջիկը դժվարանում է աշխատել մթության պատճառով։ Ուստի պատրաստում է ինքնաշեն լամպ, օգտագործելով ձեռքի լապտեր և ալյումինե փայլաթիթեղ, նրա շնորհիվ Բինդուն ուրախությամբ ավարտում է քանդակը, աշխատանքն ավարտելուց հետո նա փակում է պատուհանը և գնում քնելու։ Նանի ընկերը նրան անտաշ է անվանում նույնիսկ չշնորհակալվելու համար։ Բայց սիրահարված Նանին պնդում է, որ նա փակել է պատուհանը հենց նրան օգնելու համար, քանի որ եթե չփակեր, նա ամբողջ գիշեր կսպասեր իրեն։ Հաջորդ օրը Սուդիպը կազմակերպում է բացառիկ խնջույք, նշելով իր ընկերության 3-րդ տարեդարձը, նրա հաճախորդներից մեկը, ով վերջերս խնդիրներ էր ստեղծում նրա համար, որպես նվեր նրան մի թղթապանակ է հանձնում, Ադիթյան զարմացած է, թե ինչպես է այդ մարդը համաձայնել ստորագրել փաստաթղթերը, բայց նրա կասկածները վերածվում են զարմանքի, երբ նկատում է, որ հաճախորդի կինը հենց այն կինն է, ում Սուդիպը գայթակղել էր հրացկարանում, Սուդիպին հաջողվել է գործարք կնքել հաճախորդի հետ, օգտագործելով նրա կնոջը։ Դրանից հետո գործընկերները գնում են բար խմելու և նշելու հաջողությունը։ Զրույցի ընթացքում մենք պարզում ենք, որ Սուդիպի հարստության աղբյուրը նրա հանգուցյալ կինն է, ում նա սպանել է մի քանի տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր նա տիրացել է կնոջ ընկերությանը և ղեկավարում է այն որպես սեփականը։ Բացի մանրանկարիչ լինելուց, Բինդուն նաև ղեկավարում է մի հասարակական կազմակերպություն, որը կոչվում է Project 511 և զբաղվում է երեխաների կրթության հարցերով, նա գտնվում է Project 511-ի գրասենյակում, պատրաստվելով գրքեր գնել անապահով երեխաների համար, սակայն կազմակերպությունը ֆինանսական միջոցների պակաս ունի, ինչ-որ մեկն առաջարկում է Բինդուին հանդիպել Սուդիպի հետ, քանի որ նրա ընկերությունը ցանկանում է աջակցել որևէ շահույթ չհետապնդող կազմակերպության։ Երբ Բինդուն լինում է նրա գրասենյակում, Սուդիպը մի հայացք է գցում նրան և ակնթարթորեն հրապուրվում նրա գեղեցկությամբ, աղջիկը պատմում է իր կազմակերպության բարեգործական գործունեության մասին, բայց տղամարդը շեղված է նրան զննելով։ Հանդիպման վերջում Սուդիպը նրան է հանձնում 1.5 միլիոն ռուփիի չեք, ինչը զարմացնում է Բինդուին, նա շնորհակալություն է հայտնում երախտագիտությամբ, անտեղյակ լինելով նրա իրական մտադրությունների մասին։ Մի քանի օր անց նրանք գրքեր և գրենական պիտույքներ են բաժանում իրենց թաղամասի անապահով աշակերտներին։ Ծրագրի ավարտից հետո Սուդիպը հրավիրում է Բինդուին ճաշելու շքեղ ռեստորանում, երբ նրանք պատրաստվում են պատվիրել։ Բինդուն հաղորդագրություն է ստանում Նանիից, ով գովաբանում է նրա արտաքինը, նա հայացքով փնտրում է շուրջը և տեսնում նրան, ով դիտում է իրեն ռեստորանի մյուս կողմից, Բինդուն չի կարողանում հայացքը թեքել նրանից և ամբողջությամբ անտեսում է Սուդիպին։ Տղամարդը նկատում է, որ նա նայում է մեկ ուրիշին, ինչը հարվածում է նրա ինքնասիրությանը։ Ճաշից հետո Սուդիպը նրան մեքենայով տուն է տանում, բայց աղջիկը կանգնեցնում է նրան ճանապարհի կեսին, ասելով, որ պետք է մթերք գնի։ Նրա հեռանալուց հետո Սուդիպը հետևում է նրան և տեսնում, որ նա Նանիի հետ է։ Նա լցվում է զայրույթով և խանդով, ոչ մի կին նրան երբեք այդպես չէր անտեսել, ուստի նա իր առջև նպատակ է դնում բաժանել Բինդուին և Նանիին։ Մի գիշեր Բինդուն կորցնում է ժամանակի զգացողությունը և աշխատում մինչև ուշ, երբ տուն վերադառնալու ժամանակն է լինում, նա վախենում է միայնակ քայլել, ուստի Նանին դատարկ հաղորդագրություն է ուղարկում, իմանալով,
որ նա դա կընդունի որպես նշան և կգա իր հետևից։ Նանին ստանում է հաղորդագրությունը և, ինչպես և սպասվում էր, շտապում է նրա մոտ, նրանք լուռ քայլում են դեպի տուն, սակայն Բինդուի ներս մտնելուց անմիջապես հետո կողքով անցնում է մի սպիտակ ֆուրգոն, և ներսի մարդիկ առևանգում են Նանիին։ Նրանք Սուդիպի կողմից ուղարկված ավազակներ են, որպեսզի հեռացնեն Նանիին Բինդուի կյանքից, նրանք տանում են նրան մի լքված տուն և դաժան ծեծի ենթարկում։ Սուդիպը նույնպես գալիս է այնտեղ և բազմիցս հարվածում նրան, երբ Նանին հասկանում է, որ Սուդիպը հարվածում է իրեն Բինդուի պատճառով, նա հայտարարում է, որ ցանկացած ոք, ով կփորձի վնասել Բինդուին, կմեռնի իր ձեռքով, սա էլ ավելի է կատաղեցնում Սուդիպին, և նա ծեծելով սպանում է տղային։ Հենց այդ պահին Բինդուն զանգահարում է Նանիին, ասելու, որ սիրում է նրան։ Բայց արդեն ուշ էր։ Որոշ ժամանակ անց Նանիի մարմինը սկսում է կապույտ լույս արձակել, լույսը նրա մարմնից փոխանցվում է մոտակա ճանճի ձվին, առավոտյան նրա մարմինը գտնում են ճանապարհի մեջտեղում, և կոռումպացված ոստիկանները դեպքը ներկայացնում են որպես դժբախտ պատահար։ Բինդուն ականատես է լինում, թե ինչպես են դիակը տանում շտապօգնության մեքենայով և հուսահատության մեջ է ընկնում։ Դեպքից 10 օր անց տարօրինակ լույսի հարված ստացած ձուն պայթում է, ծնունդ տալով ճանճի ծագին։ Ճանճն իրականում Նանին է, վերածնված միջատի տեսքով, որպեսզի վրեժ լուծի իր մարդասպանից։ Սկզբում նա չի հիշում իր անցյալ կյանքը և փորձում է թռչել, բայց թևերը կպած են մարմնին։ Նա գրեթե սպանվում է հոսող ջրից, մինչև վերջապես ազատում է թևերը և սավառնում օդում։ Դրանից հետո Նանին ուսումնասիրում է իր նոր կյանքը, զարմանալով օդում լողացող պղպջակներից և վազվզող երեխաներից։ Նա նաև սկսում է խաղալ պղպջակների հետ, պայթեցնելով դրանք։ Կրիկետի գնդակի վրա կպչելուց հետո Նանին վայրէջք է կատարում կիսատ կերած խնձորի վրա, շուտով նրան հետապնդում է մի թռչուն, և ի վերջո նա ներս է մտնում մի տուն, այնտեղ մի մարդ պատահաբար խեղդում է նրան ջրով լի բաժակի մեջ, ճանճը նկատում է, որ բաժակը բռնող մարդը Սուդիպն է, երբ նա տեսնում է նրա դեմքը, հանկարծ հիշում է իր անցյալ կյանքը։ Բացահայտումից կատաղած նա դուրս է թռչում ըմպելիքի միջից և հարձակվում իր մարդասպանի վրա, բայց շուտով հասկանում է, որ այժմ ինքն այլևս մարդ չէ, նա հազիվ թե կարողանա որևէ վնաս պատճառել նրան, ձեռքի մի հարվածով Սուդիպը Նանին թռցնում է գետնին։ Հանկարծ նա հիշում է Բինդուին և շտապում նրա տուն, երբ վերջապես տեսնում է նրան, համակվում է զգացմունքներով, նա փորձում է գրավել նրա ուշադրությունը, բայց քանի որ ընդամենը մի փոքրիկ ճանճ է, Բինդուն չի նկատում նրան։ Այնուհետև Բինդուն խոսում է իր հարսի հետ Նանիի մասին և ասում, որ շատ է կարոտում նրան, սա լսելով, ճանճը վճռական է տրամադրվում գրավելու նրա ուշադրությունը։ Ավելի ուշ այդ օրը Բինդուն իր գրասենյակում է, երբ Սուդիպը գալիս է նրան տեսնելու, նա իր ցավակցությունն է հայտնում Նանիի մահվան կապակցությամբ և փորձում է մտերմանալ նրա հետ։ Ճանճը մտնում է նրա ականջի մեջ, նրան հեռացնելու համար, փորձելով պաշտպանել Բինդուին։ Հաջորդ տեսարանում Սուդիպը մտնում է փայտե շոգեբաղնիկ այն բանից հետո, երբ նրա վերջույթները կապվում են, ճանճը մտնում է նրա ականջների մեջ և սկսում գործել, արկղը նույնպես շարժվում է, ինչի հետևանքով Սուդիպը գրեթե բախվում է ցնցուղի սուր բռնակին։ Փորձելով սպանել ճանճին, նա մերկ դուրս է վազում, խայտառակվելով իր գործընկերների և հաճախորդների առջև։ Ավելի ուշ Սուդիպը գրասենյակում է, երբ առաջարկում է Բինդուին գնալ իր հետ Դելի իրենց կազմակերպության շահերի համար։ Նրանք որոշում են մեկնել հաջորդ օրը, ուստի նրանց մեկնելուն խանգարելու համար ճանճը թույլ չի տալիս Սուդիպին գիշերը հանգիստ քնել։ Ժամերն անցնում են, բայց նա այնքան է անհանգստացած ճանճից, որ ոչ մի վայրկյան չի քնում։ Ի վերջո Սուդիպը փաթաթվում է սավանով և քնում, բայց միայն մի քանի րոպեով։ Ավելի ուշ Բինդուն զանգահարում է նրան և ասում, որ կես ժամից պետք է նստեն ինքնաթիռ։ Նա շտապում է օդանավակայան։ Բայց Նանին նույնպես միանում է նրան։ Սկզբում ճանճն անհանգստացնում է ճանապարհային ոստիկանին, ստիպելով նրան ձեռքը շարժել պատահական ուղղություններով և խցանում ստեղծելով։ Սուդիպի մեքենաները փոխելուց հետո այն հարձակվում է նրա աչքին, դառնալով վթարի պատճառ։ Երբ Սուդիպը խցկված է մեքենայի նստատեղին, ճանճը փոշոտ ապակու վրա գրում է. Ես քեզ կսպանեմ։ Տղամարդուն փրկելուց հետո նա վախենում է, որ ճանճը կհետապնդի իրեն։ Ապահովության համար նա ամբողջ ժամանակ ձեռքում պահում է միջատասպան սփրեյ։ Շրջապատի մարդիկ կարծում են, թե նա խելագարվել է, բայց Սուդիպը պնդում է իրենը։ Բինդուն գալիս է նրան տեսնելու, ինչը զայրացնում է ճանճին։ Երբ նա փորձում է նորից հարձակվել Սուդիպի վրա, Բինդուն նրա վրա ճանճասպան միջոց է ցողում։ Նա ընկնում է պատուհանից և հայտնվում թփերի վրա, նա գրեթե մեռնում է։ Բայց այդ պահին միանում են ջրցանները և լվանում նրա մարմնի վրայի թույնը։ Սուդիպը գնում է միջատաբանի մոտ, հարցնելու, թե արդյոք ճանճերը կարող են վրեժ լուծել։ Բժիշկը խորհուրդ է տալիս նրան հանգստանալ, կարծելով, որ նա պարզապես զառանցում է։
Սուդիպը ոչ մեկին չի հավատում եւ գնում է ավտոկայանատեղի, որտեղ բերվել էր նրա մեքենան վթարից հետո, այնտեղ նա հանդիպում է մի տարօրինակ մարդու, ով ասում է նրան, որ իր հարստությունը շուտով մոխիր է դառնալու, Սուդիպն արամարում է նրան եւ նայում բեկորների մեջ, գտնելու ապակու մի կտոր, որի վրա գրված է «սպանել»։ Նա այժմ համոզված է, որ ճանճն իսկապես փորձում էր իրեն սպանել։ Հաջորդ օրը Նանին տեսնում է Բինդուին լաց լինելիս, հիշելով իր մահը, նա օգտագործում է սեղանի վրայի արցունքի կաթիլները նրան հաղորդագրություն գրելու համար, Բինդուն ապշած է, երբ կարդում է դա, նա բռնում է ճանճին իր ափի մեջ եւ հարցնում, թե արդյոք նա իսկապես Նանին է, ճանճը գլխով է անում, հաստատելով, որ ինքը վերածնվել է, դրանից հետո ճանճին հաջողվում է հայտնել, որ Սուդիպն է սպանել իրեն աղջկան մոտենալու համար, Բինդուն քարանում է շոկից։ Նա հավատում է ճանճին եւ խոստանում օգնել նրան վրեժ լուծել Սուդիպից։ Մանրանկարչուհի լինելը օգնում է նրանց գործին, քանի որ Բինդուն պատրաստում է փոքրիկ պաշտպանիչ ակնոցներ ճանճի համար, նրան սփրեյներից փրկելու համար, Սուդիպը հրահանգում է իր թիկնապահներին գտնել ճանճին, բայց ապարդյուն, նա նաև շուտով հասկանում է, որ սփրեյները չեն գործում իր թշնամու վրա, նա փորձում է սպանել նրան մի քանի այլ եղանակներով, ճանճերի խայծերից մինչև ճանճասպաններ, բայց դրանցից ոչ մեկը չի օգնում։ Նանին հաջողվում է այրել նրա մահճակալը, նա ստիպում է նրան խմել ճանճերի խայծը եւ թույլ չի տալիս գիշերը քնել, բայց նա պետք է արտասովոր մի բան անի նրան իսկապես սպանելու համար, ուստի որոշում է ցուցադրական թնդանոթը լցնել վառոդով եւ ճիշտ ժամանակին վառել այն մարդուն վերջնականապես սպանելու համար, հաջորդ մի քանի օրերի ընթացքում Բինդուն վառոդի մի փոքրիկ դույլ է պատրաստում Նանիի համար, որը նա լցնում է թնդանոթի մեջ։ Նրանք դա անում են բազմիցս եւ ամբողջությամբ լցնում թնդանոթը։ Բայց երբ մի մարդ թղթե անձեռոցիկ է խցկում թնդանոթի փողի մեջ, ծրագիրը ձախողվում է, հաջորդ օրը Սուդիպը վերանորոգում է իր տունը, տեղադրելով միջատներից պաշտպանող ապակիներ եւ սկաներներ։ Դրա պատճառով Բինդուն ստիպված է լինում անձամբ գնալ Սուդիպի տուն եւ ներս թողնել Նանիին, Սուդիպը փորձում է անպատշաճ կերպով դիպչել աղջկան, բայց ճանճը օգտագործում է իր ձևափոխված ճանկերը, նրա մաշկի մեջ խրվելու եւ նրան նահանջել ստիպելու համար։ Մյուս օրը Սուդիպը շատ կարևոր հանդիպում ունի ներդրողների հետ, ովքեր պատրաստվում են ֆինանսավորել նրա նոր նախագիծը, բայց անքնության եւ ճանճերի հանդեպ վախի պատճառով նա շնորհանդեսի ժամանակ սկսում է զառանցել սփրեյների մասին, ավելին, Նանին վայրեջք է կատարում ներդրողի գլխին, ինչի պատճառով Սուդիպը կաթսայով հարվածում է նրան, այս աղետալի հանդիպման պատճառով նրանք հրաժարվում են ֆինանսավորել նախագիծը, Սուդիպին եւ նրա ընկերությանը թողնելով պարտքերի մեջ։ Դրանից հետո հարկային տեսուչներին տեղեկացնում են այն սև փողերի մասին, որոնք Սուդիպը թաքցրել էր գրասենյակում, նա փորձում է արագ դուրս բերել փողերը այլ տեղ ուղարկելու համար, բայց ճանճի պատճառով նրա ամբողջ գումարը վերածվում է մոխրի, նրան թողնելով սնանկ։ Հենց այդ ժամանակ Սուդիպը հիշում է աղբավայրում հանդիպած մարդուն, ով ասել էր, որ իր հարստությունը շուտով կվառվի, նա գնում է նրան փնտրելու եւ պարզում է, որ այդ մարդը սև մոգության մասնագետ է, Տանտրա անունով, Տանտրայի օգնությամբ Սուդիպը պարզում է, որ ճանճը Նանին է, ով վերածնվել է վրեժ լուծելու համար, նրանք ծես են կատարում եւ ստեղծում են երկու չար թռչուններ, որպեսզի բռնեն Նանիին, թռչունները հետապնդում են ճանճին տան մեջ, բայց նրան հաջողվում է սպանել երկուսին էլ, ապակե դռները կողպվում են։ Տունը լցվում է ծխով, Սուդիպը եւ Տանտրան մնում են տանը, բայց փրկվում են Ադիթյայի կողմից, դիտելով տեսահսկման սարքերի կադրերը, Սուդիպը պարզում է, որ Բինդուն է ներս թողել ճանճին։ Այժմ երբ նա գիտի նրանց գաղտնիքը, որոշում է օգտագործել աղջկան ճանճին սպանելու համար, նա նրան պատանդ է վերցնում եւ կանչում Նանիին, որպեսզի նա դուրս գա եւ փրկի Բինդուին, Նանին տեղի է տալիս եւ հայտնվում Սուդիպի առջև։ Հաջորդող պայքարի ժամանակ Բինդուին հաջողվում է թաքնվել, մինչդեռ ճանճը շեղում է Սուդիպին, նա վերցնում է մի ասեղ եւ արձակում այն դեպի Սուդիպի աչքը, բայց օգտագործելով մագնիս Սուդիպին վերջապես հաջողվում է բռնել նրան։ Հետո նա գտնում է անկյունում թաքնված Բինդուին եւ նորից պատանդ վերցնում նրան, դրանից հետո նա կտրում է ճանճի թևը, ծաղրելով նրանց երկուսին էլ, հենց այդ պահին Նանին նկատում է, որ թնդանոթը փակող թղթե գունդը դուրս է ընկել, ինչը նշանակում է, որ այն կարող է կրակել իր վերջին ուժերով ճանճը, պատվում է վառոդով, ցատկում այրվող լուցկու բոցի միջով եւ նետվում լիցքավորված թնդանոթի մեջ, արկն անցնում է Սուդիպի միջով, սպանելով նրան, այն նաեւ հարվածում է թթվածնի բալոնին, առաջացնելով հզոր պայթյուն, որի հետևանքով ամբողջ տունը հրթեհվում է։ Վերջին տեսարանում մենք տեսնում ենք Բինդուին, ով մեքենայով գնում է աշխատանքի, երբ մի տղամարդ անպատշաճ ձայներ է հանում նրա հետևից, Նանին, ով նորից վերածնվել է որպես ճանճ, ասեղով հարձակվում է նրա վրա եւ հայտարարում իր վերադարձի մասին։
Այսքանը, հուսով եմ, ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք նմանատիպ բովանդակության համար և սեղմեք հավանել կոճակը, մեզ օգնելու համար, նաև թողեք մեկնաբանություն, եթե ցանկանում եք, որ մենք պատմենք ձեր սիրելի ֆիլմի մասին, մինչ հաջորդ հանդիպում։